Մյունխենում արտգործնախարարը համանախագահների հետ հանդիպելուց հետո նրանց ներկայությամբ հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հանդիպմանը խոսել են միմյանց հետ հետագայում հանդիպելու մասին, պաշտոնական հաղորդագրությունից այսքանը։ Միջնորդական իրենց ջանքերի վերաբերյալ համանախագահները տարածել են հայտարարություն, որտեղ կան հետաքրքիր շեշտադրումներ։ Համանախագահները վերահաստատել են, որ խաղաղ կարգավորման այլընտրանք չկա եւ պատերազմը չի կարող դիտարկվել որպես տարբերակ։ Միջնորդները կողմերին կոչ են արել զուսպ լինել նաեւ հրապարակային շփումներում եւ ժողովուրդներին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության։ Միայն Ադրբեջանն է պաշտոնական մակարդակում հրապարակային խոսում պատերազմի մասին, համանախագահների հայտարարության շարունակությունը Բաքվի համար ավելի վատն է։ Համանախագահները կողմերին կոչ են անում անշեղորեն հետևել 94-ից 95 թվականների հրադադարի մասին համաձայնագրին, որոնք բախումների դադարեցման հիմքն են։ Միջնորդները նաև հիշեցրել են Դովիլում 2011-ի եռանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, որն ընդգծում էր ուժի կիրառումը կբերի նոր տառապանքների եւ միջազգային հանրությունը դա կդատապարտի։ Միայն Ադրբեջանն էր ապրիլին փորձում չեղարկել 94-95 թվականների համաձայնագրերը եւ միայն Բաքուն էր, որ անտեսում էր եռանախագահ երկրների նախագահների 5 հայտարարությունները, որոնցից մեկն էլ Դովիլն էր։ Սա հիշեցնելը դիվանագիտական ձևակերպմամբ ուժի կիրառման միջազգային արգելք է, ու այս նախադասությունից հետո սկսվում է ամենահետաքրքիրը։ Համանախագահները կողմերի հետ քննարկել են այն քայլերը, որոնք պետք է արվեն Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում 2016-ի ընդունված որոշումների իրագործման ուղղությամբ։ Այդ որոշումների նպատակն է կայունացնել վիճակը շփման գծում։ Ու միայն սրանից հետո համանախագահները կոչ են անում հնարավորինս արագ վերականգնել բանակցությունները, անուղղակի ընդունելով այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը։ Հատկապես, որ հայտարարության հաջորդ տողում ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու հայկական քայլը որակվում է մարդասիրական օգտակար որոշում։ Համանախագահները հայտարարության վերջում հայտնում են տարածաշրջան կայցել են արդեն մարտին։ Դավիթ Սարգսյան, ժամլրատվական։